Նատալի Ալեքսանյանը գրում է. «Սիրելի բարեկամներ, սա շատ կարևոր հաղորդագրություն է, որը պետք է հասնի Ուկրաինայի բոլոր հայերին եւ այն հայերին, ովքեր վերջին 4 տարիների ընթացքում տեղափոխվել են Հայաստան եւ ունեն Ուկրաինայի քաղաքացիություն։ Խնդրում ենք ուշադիր կարդալ, ձեր կյանքը վտանգից պաշտպանելու համար։ Ինչպես գիտեք, 3 տաշիր Սամոյի կողմնակիցները դատարանի մոտ հավաքել էին տարբեր մարդկանց եւ կազմակերպել էին սադրանքներ։ Մենք ստացել ենք շտապ տեղեկություն, որ այդ մարդկանց մեջ եղել են նաեւ 2 հայ, ովքեր Ուկրաինայից եկել էին հոգևորականների ցուցումով։ Այս անձանց տվյալները փոխանցվել են Ուկրաինայի ԱԱԾ-ին, ՍԲՈ, որպես Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք զբաղվում են համագործակցությամբ թշնամու հետ։ Փաստորեն, Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայը, ով ֆինանսավորում կամ աջակցում է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, ՍԲՕ-ի համար համարվում է հանցագործ։ Ուկրաինայում թշնամու հետ համագործակցության համար քրեական պատասխանատվություն է սահմանված քրեական օրենսգրքի 111.1 հոդվածով, որը ընդունվել է 2022 թվականի մարտին։ Պատիժը կարող է կազմել 4-ից մինչև 15 տարվա ազատազրկում։ Մենք անկեղծորեն դիմում ենք Ուկրաինայի անձնագիր ունեցող հայերին եւ Ուկրաինայում բնակվող հայերին լրջորեն վերաբերվել այս տեղեկատվությանը։ Այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ՍԲՈ-ի գործակալների մեծ խումբ, որոնց հիմնական խնդիրը Սամվել Կարապետյանին աջակցող անձանց հայտնաբերելն է։ ՍԲՈ-ի գործակալներ կարող են լինել ինչպես ուկրաինացի ազգությամբ անձինք, ովքեր աշխատում են ուկրաինական կազմակերպություններում, այնպես էլ հայ ազգությամբ մարդիկ, ովքեր Ուկրաինայի հայրենասերներ են եւ դեմ են Ռուսաստանի քաղաքականությանը։ Ում նկատմամբ կարող է ՍԲՈ-ն քրեական գործ հարուցել։ Հայ գործարարների, որոնք Ուկրաինայում կազմակերպում եւ ֆինանսավորում են հայերի ուղարկումը, հայերի, ովքեր հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ եւ Հայաստանում հանրահավաքների կամ սոցիալական ցանցերի միջոցով աջակցում են ռուս օլիգարխին։ ՍԲՈ-ն շատ լավ գիտի, որ Տաշիր Սամոն հանդիսանում է Արբաթ գումարտակի հովանավորներից մեկը, եւ ուկրաինացի երեխաների սպանության համար բոլորը պետք է պատասխան տան։ Ցանկացած մարդ, ով ֆինանսավորում կամ աջակցում է այդ օլիգարխին, ըստ էության աջակցում է նաեւ Արբաթ գումարտակին։ Ուկրաինայի հայեր, սա շատ լուրջ հարց է։ Խնդրում ենք այս տեղեկությունը փոխանցել բոլորին։